Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Իրակլի Ղարիբաշվիլին հեռանում է քաղաքականությունից, նա այդ մասին հայտարարություն է արել վրացական երազանք կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընտրվել էր վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան կուսակցության նախագահ 2024 թվականի փետրվարի 1-ին։ Այսօր վրացական երազանքը հանդես է գալիս որպես միասնական եւ ուժեղ քաղաքական ուժ, մեծ մասամբ շնորհիվ մեր կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլու, որը մեր երկրում խաղաղության եւ կայունության երաշխավորն է։ Նա հաջողությամբ համախմբեց մեր թիմը կարևոր ժամանակահատվածում, պահպանելով միասնությունը, միաժամանակ օգնելով մեզ կանխել մեր ազգի համար հիմնական սպառնալիքները եւ խթանելով բոլոր ոլորտներում զգալի առաջընթացը։ Այս համատեքստում ես կարծում եմ, որ կատարել եմ նրա կողմից ինձ վստահված պատվավոր առաքելությունը։ Ղարիբաշվիլին նշել է, որ այլևս անհրաժեշտություն չի տեսնում մնալու այս պաշտոնում կամ ընդհանրապես քաղաքականության մեջ։ Նա տեղեկացրել է, որ որոշել է ծառայել Վրաստանին այլ կարգավիճակով։ Ղարիբաշվիլին 2 անգամ զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը, առաջին անգամ 2013 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 30-ը եւ երկրորդ անգամ 2021 թվականի փետրվարի 22-ից մինչև 2024 թվականի հունվարի 29-ը։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ներում է շնորհել 33 դատապարտյալի։ Տեղեկությունը տարածել է Վրաստանի նախագահի վարչակազմը։ Ըստ տարածված հաղորդագրության ներում ստացած անձինք պատժի վայրերը լքելուց հետո հնարավորություն կունենան վերադառնալ իրենց ընտանիքներ եւ կրկին դառնալ հասարակության լիարժեք անդամներ։ UEFA-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ միասին բացել է Եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմնի Ստամբուլի նոր գրասենյակը։ Առաջիկա տարիներին Թուրքիան կհյուրընկալի UEFA-ի մի շարք միջոցառումներ, այդ թվում 2026 թվականի Եվրոպա լիգայի եզրափակիչը, 2027 թվականի Կոնֆերենցիայի լիգայի եզրափակիչը եւ 2032 թվականի Եվրոպայի առաջնությունը Իտալիայի հետ միասին։ Միջոցառման ժամանակ Չեֆերինն ասել է, որ առաջիկայում սպասվող խոշոր միջոցառումների պատճառով որոշել են գրասենյակ բացել Ստամբուլում հեղինակավոր մրցաշարերի սահուն կազմակերպումն ապահովելու նպատակով։ Ապրիլի 28-ին Սալոնիկում տեղի կունենա Թուրքիայի եւ Հունաստանի ռազմական պատվիրակությունների հանդիպում Էգեան ծովում վստահության ամրապնդման միջոցառումների քննարկման համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զեքի Ակթյուրքը։ Հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կողմից 2023 թվականին նախաձեռնված հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Կողմերը ձգտում են նվազեցնել վիճելի ծովային տարածքներում միջադեպերի եւ էսկալացիաների ռիսկերը։ Երկխոսությունը շարունակվում է Էգեան եւ Արևելյան միջերկրական ծովերում Հունաստանի ծովային սահմանների հստակեցման գործընթացի ֆոնին, որը Թուրքիայի կողմից կոշտ քննադատության է արժանացել։ Անկարան աթենքի գործողությունները համարում է իր իրավունքների խախտում եւ մտադիր է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ու ՄԱԿ-ին տեղեկացնել այլընտրանքային քարտեզ։ Թուրքիան վերահաստատել է իր հանձնառությունը վեճերի խաղաղ կարգավորմանը 2023 թվականի աթենքի հռչակագրի համաձայն։ Թուրքիայի 49 նահանգում իրականացվել է իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ լայնածավալ գործողություն։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Եռլիքայան։ Նա ասել է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում 49 նահանգում, այդ թվում Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է իսլամական պետության հետ առնչություններ ունեցող 210 կասկածյալ։ Եռլիքայան տեղեկացրել է, որ ձերբակալված անձինք գործել են իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման շահերից ելնելով եւ ապահովել են դրա ֆինանսավորումը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատրաստ է առաջին քայլն անել եւ այցելել Բերլին, Լոնդոն եւ Փարիզ, եվրոպական եռյակի երկրների Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրության կարգավորման բանակցությունների վերագործարկման համար։ Արաղչին նշել է, որ Իրանի հարաբերությունները եվրոպական եռյակի հետ նորագույն պատմության ընթացքում վերելքներ եւ վայրեջքներ են ապրել եւ այժմ անկման փուլում են։ Իրանի արտգործնախարարն իր X-ի էջում գրել է, որ անցած սեպտեմբերին Նյու Յորքում երկխոսություն է առաջարկել, երբ հանդիպել Եվրաեռյակի արտգործնախարարներին արճակատման փոխարեն առաջ է քաշել գործակցություն ոչ միայն միջուկային հիմնախնդրի շուրջ, այլև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Արաղչին ափսոսանք է հայտնել, որ նրանք ընտրել են իր խոսքով դժվար ճանապարհը։
Ես կրկին առաջարկում եմ դիվանագիտությունը։ Մոսկվայում եւ Պեկինում իմ վերջին խորհրդակցություններից հետո պատրաստ եմ առաջին քայլն անել եւ այցելել Փարիզ, Բերլին եւ Լոնդոն։ Ես պատրաստ էի դա անել նախքան Միացյալ Նահանգների հետ Իրանի անուղղակի բանակցությունների մեկնարկը, բայց եվրոպական եռյակը հրաժարվեց։ Գնդակն այժմ նրանց դաշտում է։ Միացյալ Նահանգները եւ Իրանն ապրիլի 26-ին Օմանի մայրաքաղաք Մուսկատում կհանդիպեն միջուկային բանակցությունների երրորդ փուլի համար։ Առաջին փուլը, որը նույնպես անցկացվել է Մուսկատում, տեղի է ունեցել ապրիլի 12-ին, երկրորդ փուլը Հռոմում ապրիլի 19-ին։ Բանակցությունների երկրորդ փուլից 2 օր անց Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը շատ լավ բանակցություններ են վարել միջուկային ծրագրի վերաբերյալ։ Վաշինգտոնը ցանկանում է, որ Իրանը դադարեցնի ուրանի հարստացումը, որը նրա կարծիքով ուղղված է ատոմային ռումբ ստեղծելուն։ Թեհրանը, որը միշտ պնդել է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, հայտարարել է, թե պատրաստ է բանակցել որոշ սահմանափակումների շուրջ պատժամիջոցների վերացման դիմաց, բայց ցանկանում է անսասան երաշխիքներ, որ Վաշինգտոնը կրկին չի հրաժարվի պարտավորություններից, ինչպես Թրամփը դա արեց 2018 թվականին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուին։ Վերջինս նշել է, որ Հարավային Կովկասը ԵԱՀԿ կարևոր տարածաշրջաններից մեկն է։ Շնորհավորելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ քննարկումներ են ընթանում երկու երկրների հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Ընդգծելով, որ վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը լիովին ձախողվել է անցյալում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում եւ դրա հետ կապված բոլոր ինստիտուտները, Ալիևը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը նույնպես պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։ Ադրբեջանի եւ Եվրամիության միջև վերականգնվող էներգիայի ոլորտում գործակցության մեծ հնարավորություններ կան, հայտարարել է Ալիևը Կալասի հետ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ իր երկիրը Եվրամիության հուսալի գործընկեր է եւ անդրադարձել է արդեն 4 տարի գործող հարավային գազային միջանցքի նշանակալի դերին Եվրոպա գազ մատակարարելու գործում։ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում 10 եվրոպական երկրի, այդ թվում ԵՄ անդամ 8 երկրի։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ գազի մատակարարման աշխարհագրական ծածկույթի առումով Ադրբեջանը եվրոպական տարածք գազ մատակարարող առաջին երկրներից է։ Ալիևը նաև նկատել է, որ Ադրբեջանի ու Եվրամիության միջև հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի շրջանակում հաստատվել է հաջող եւ արդյունավետ երկխոսություն։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ գազի ոլորտի հետ մեկտեղ Ադրբեջանի ու Եվրամիության միջև լայն հնարավորություններ կան տրանսպորտի ոլորտում համագործակցության համար։ Կայա Կալասի հետ հանդիպել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բայրամովը նշել է, որ Եվրամիության բարձր ներկայացուցչի այցը շատ կարևոր հնարավորություն է Եվրամիության ու Ադրբեջանի միջև համագործակցության առումով։ Մենք շատ դրական ենք վերաբերվում Եվրամիության բարձր ներկայացուցչի 9 տարվա ընդմիջումից հետո Ադրբեջան այցին եւ կարծում ենք, որ այս այցը շատ կարևոր հնարավորություն է Եվրամիության եւ Ադրբեջանի միջև գործակցության, մեր հարաբերությունների ներկայիս վիճակի եւ դրանց ապագա հեռանկարների առումով։ Բայրամովը նաև վստահեցրել է, որ Ադրբեջանի համար Եվրամիությունը հիմնական առևտրային գործընկերն է։ 2024 թվականի վերջին Ադրբեջանի ու Եվրամիության միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ $20 միլիարդ։ Կայա Կալասն էլ նշել է, որ Բրյուսելը ողջունում է խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը։ Մենք լավ քննարկումներ ունեցանք Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Ակտիվորեն աջակցում ենք երկու երկրի միջև կապերի ամրապնդմանը, կայունության ապահովմանը եւ խաղաղության համաձայնագրի իրականացմանը։ Գոհունակությամբ ողջունում եմ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնությունը։ Կայա Կալասը հույս է հայտնել, որ հաջորդ քայլերը կլինեն ավելի արդյունավետ։ Եվրախորհրդարանի հույն падգամավոր Ֆրագոս Էմանուել Ֆրագուլիսը քննադատել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին ապրիլի 25-ին Ադրբեջան պաշտոնական այցի առնչությամբ։ Այդ մասին հույն падգամավորը գրառում է կատարել X-ի իր էջում։ Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում է Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում է սպառնալիքների, սակայն Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում է ավտոկրատ Ադրբեջան։ Ինչու վարձատրել ագրեսորին եւ անտեսել բարեփոխիչին։ Կայա Կալաս, ինչ մեսիջ է ուղարկում ժողովրդավարական Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից։ Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը լուսանկար է հրապարակել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Գլենդելում կազմակերպված հիշատակի արարողությունից կից գրելով.
Գլենդելի հայ համայնքի հետ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ։ Մենք պետք է հակազդենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիային եւ պնդենք հայ ռազմագերիների ազատումը։ Մենք պետք է արդարություն պահանջենք։ Ավելի վաղ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության մեջ Ադամ Շիվը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է կոչ անի Ադրբեջանին ազատ արձակել հայ պատանդներին, առաջ մղի հայերի պաշտպանված վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ ուշադրություն հրավիրի Ադրբեջանի կողմից հայկական կրոնական եւ մշակութային վայրերի ոչնչացման եւ պղծման վրա, որի նպատակն է հայկական մշակույթն ու պատմությունը ջնջելը։ Միացյալ Նահանգները նաև պետք է կոչ անի անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից, ազատ արձակել ռազմագերիներին, պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը, միջազգային մոնիտորինգը պահպանի Հայաստանի սահմաններին եւ ապահովի Հայաստանին անվտանգության աջակցություն։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։